Քննարկում ենք 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։ Ձայնը տրվում է հիմնական զեկուցող Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, համեցեք Տիկին Մանասյան։ Հարգելի պարոն Բաքոյան, հարգելի գործընկերներ, բարև ձեզ։ Ըստ էության ասելիքը շատ է, բայց ես կփորձեմ շատ ամփոփ ձևաչափով ընդհանուր պատկերը ներկայացնել, մնացյալը երևի թե արդեն հարցադրումների միջոցով հնարավորություն կունենանք ավելի մանրամասն քննարկելու։ Նախ ուզում եմ նշել առաջին հերթին մի քանի վիճակագրական տվյալներ եւ խոսել ընդհանուր զարգացումների մասին։ Հատուկ արձանագրեմ, որ մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող դիմում բողոքների թիվը տարեցտարի բավականին աճել է եւ միայն եթե 2025 թվականին ստացված դիմում բողոքների թիվը համեմատենք դրա նախորդ տարի ստացված դիմում բողոքների թվի հետ, ապա պատկերը հետևյալն է. 24 թվականին 19781 դիմում բողոք է ստացվել, ընդ որում խոսքը թե բանավոր, թե գրավոր դիմում բողոքների մասին է, մինչդեռ 2025 թվականին թիվը եղել է արդեն 22655, ինչը մոտավորապես 2900-ով ավելին է, քան նախորդ տարի ստացված դիմում բողոքների թիվն է։ Սա իհարկե տարբեր հանգամանքների մասին է խոսում, դրա վերաբերյալ կարելի է երկար քննարկումներ անել, բայց կուզենամ մի քանի այլ վիճակագրական տվյալներ ներկայացնել, նոր ավելի որակական ձևաչափի արձանագրումներ անել։ Նախորդ տարի 333 այց ենք իրականացրել, որը 71-ով ավելին է եղել, քան դրան նախորդող տարվա կտրվածքով, եւ այցերի դիտանկյունից դարձյալ բավականին շատ են եղել զարգացումները։ Նախ նշեմ, որ հատկապես կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերի տեսանկյունից մշտադիտարկման այցերի բավականին մեծ քանակը, օրինակ միայն մոտավորապես շուրջ 3 տասնյակ ֆիզիկական միջավայրի մատչելիությունը գնահատելու նպատակով այց ենք իրականացրել, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ընդհանուր գործունեության ժամանակահատվածում այսպիսի այցեր գրեթե չեն իրականացվել, եւ այս առումով մեր հիմնական զարգացումը նաև այն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք են մեր հաստատության կողմից արդեն ներգրավվել այցերին, այցեր ենք ունեցել թե տարբեր ուսումնական հաստատություններ, թե ընտրությունների ժամանակահատվածում տեղամասային կենտրոններ, դարձյալ կրկնեմ հենց հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ։ Ուզում եմ նշել, որ սովորաբար վիճակագրական տեսանկյունից դիմում բողոքների թիվը տարբեր մարմինների կտրվածքով տարիների առումով այսպես համանման է լինում, նախորդ տարի հաջորդ տարվան համանման է լինում, ի նկատի չունեմ հենց կոնկրետ միայն թվի տեսանկյունից, օրինակ կարող է մի մարմնի առումով նախորդ տարի ստացած լինենք 267, այս տարի 301, բայց մենք այս տարի ունենք մարմիններ, որոնց առնչությամբ շեշտակի է եղել դիմում բողոքների թվի ավելացումը, մասնավորապես կրթության գիտության նախարարությունը եւ Երևանի քաղաքապետարանը, տարբերությունը անկեղծ բավականին մեծ է, որովհետեւ եթե օրինակ 2024 թվականին կրթության նախարարության մասով ստացել ենք 189 դիմում բողոք, ապա 2025-ին ստացել ենք 910 դիմում բողոք ու թվի տարբերությունը չափազանց մեծ է եւ սրա մասով եւս փորձել ենք որոշակի վերլուծություններ իրականացնել։ Երևանի քաղաքապետարանի մասով 24 թվականին եղել է 357 դիմում բողոք, 2025-ին արդեն եղել է 919 դիմում բողոք, դարձյալ սա էլ ի տարբերություն մնացած մարմինների շեշտակի աճի վերաբերյալ է ըստ էության պատկերը։ Ուզում եմ հատուկ նշել, որ թեև մենք լիազորություն չունենք դատարանների գործունեության հետ կապված որևէ այսպես միջամտություն եւ համանման այլ գործիք գործադրելու, բայց արձանագրման է ենթակա այն հանգամանքը, որ
չնայած նաև իմ կողմից եւ աշխատակազմի կողմից անընդհատ իրականացվող իրազեկումներին, մենք նաև շատ մեծ թվով բողոքներ ենք ստանում հենց դատական իշխանության մարմինների գործունեության հետ կապված ու այստեղ էլ իհարկե նույն շեշտակի աճը չի, բայց ելի աճ ենք ունեցել, մասնավորապես 2024 թվականի 240 դիմում բողոքի համեմատությամբ 25 թվականի 382 դիմում բողոք ենք ունեցել, դարձյալ սա այն պայմաններում, երբ մենք անընդհատ ենք իրազեկում, որ դատական իշխանության մարմինների հետ կապված լիազորություններ չենք իրականացնում եւ նկատի ունենալով այս մեծ թիվը նաեւ այս պայմաններում բողոքների փորձել ենք ինչ-որ առումով որակական վերլուծություններ անել, դարձյալ որևէ կերպ չմիջամտելով դատարանների գործունեությանը ու պատկերն այն է, որ դատական պրակտիկայի հետ կապված, այսպես ընդհանուր, երբ փորձում ենք վերլուծություն իրականացնել, կան ոլորտներ, որտեղ միանշանակ մարդու իրավունքների առումով խնդիրներ մենք էլ ենք տեսնում, բայց այս ամենը կոմունիկացնում ենք շատ էթիկապես այնպիսի ձևաչափով, որպեսզի որևէ տեսանկյունից խնդիր չձևավորվի դատական իշխանության անկախության հետ կապված, բայց օրինակ ոլորտներ կալանքի կիրառման հետ կապված հարցերը կամ օրինակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ կապված տարբեր հարցեր, ոչ հոժարական հոսպիտալացում եւ այլն, այստեղ ակնհայտ է, որ նաեւ դատական պրակտիկայի առումով լուրջ փոփոխությունների եւ զարգացման կարիք կա, բայց սրա վերաբերյալ կարող ենք շատ ավելի լայն հետագայում քննարկումներ անել։ Եթե դարձյալ թվային տվյալներին անդրադառնամ, ապա պետք է նշեմ, որ ի տարբերություն մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության նախորդ տարիների ու ժամանակահատվածների 2025 թվականին մենք շատ բարձր ցուցանիշ ենք ունեցել մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները տարբեր պետական մարմինների կողմից կատարելու առումով, որովհետև 2025 թվականին մենք կատարված կամ մասնակի կատարված ենք դիտարկել կատարված առաջարկությունների 72%-ը, այսինքն 28%-ն է, որ կատարված չի եղել մեր տիպի պետությունների համար եւ նաեւ ինչու՞ չէ, հենց եթե համեմատենք նախորդ ժամանակահատվածները եւ այժմ, սա բավականին բարձր ցուցանիշ է, իսկ խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի դիտանկյունից մարդու իրավունքների պաշտպանի կատարած առաջարկությունների տեսանկյունից կատարված կամ մասնակի կատարված է համարվել առաջարկների 68.4%-ը, իսկ 30.6%-ը կատարված չէ։ Սա նաև մենք մի փոքր փորձել ենք վերլուծել, իրականում կախված է եղել տարբեր մարմինների արձագանքողականության բարձրացումից, օրինակ արդարադատության նախարարության, ներքին գործերի նախարարության, որովհետև բացի մնացյալ այլ հանգամանքներից բավականին մեծ թվով իրավական ակտերի նախագծեր են մշակվել, դատախազությունը քննչական մարմիններն են բավականին արձագանքողական եղել պաշտպանության նախարարությունը եւ այլն, հիմա այսպես շատ մարմինները չթվարկեմ ու մեծ տարբերություններ կան նաեւ մարմինների արձագանքողականության առումով, որովհետեւ մարմիններ կան, որ շատ արձագանքողական են եւ հենց իրենք են ապահովել բոլոր պետական մարմինների համատեքստում այս բարձր ցուցանիշը ի տարբերություն այլ մարմինների, որոնց հետ կապված բավականին երկար է, լինում առաջարկների կատարման հետ կապված քննարկումը։ Ես կուզենամ մի քանի բովանդակային հարցի էլ անդրադառնալ ու այսպես շատ ամփոփ տեսքով ու դրանից հետո կարող ենք անցնել, կարծում եմ, ավելի հարցադրումների տեսքով տարեկան հաղորդման հետ կապված հարցերի քննարկմանը։